Ղազախստանը հետաքրքրություն է ցուցաբերում թրիփ նախագծին մասնակցության հարցում։ Աստանայում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում այս մասին ասել է այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևը։ Ըստ նրա, Հարավային Կովկասում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացման համար։ Բացի այդ, Ղազախստանն աջակցում է նաեւ տրանսպորտային Հայաստանի կողմից նախաձեռնված խաղաղության խաչմերուկ ծրագրին, ասել է Տոկաևը։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը կալանավորվել է, հայտնում են քննչական կոմիտեից։ Ղուկասյանը ձերբակալվել էր երեկ, նրան քրեական օրենսգրքի 2 հոդվածով մեղադրանք էր ներկայացվել։ Ղուկասյանը իր եւ հոր Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստի օրը դատարանի դահլիճում հնչեցրել է արտահայտություններ, որոնց առթիվ վարույթ է նախաձեռնվել։ Նույն գործի շրջանակում խուլիգանության հոդվածով դարձյալ դատական նիստերի դահլիճում հնչեցրած արտահայտությունների համար մեղադրյալ է ներգրավվել նաեւ Վարդան Ղուկասյանը։ Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ այլ անձանց դեմ։ Այն դատարան է ներկայացվել պետական շահերի պաշտպանության շրջանակում։ Դատախազությունը Սեյրան Օհանյանից եւ Պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներից համապատասխանությամբ 8.5 միլիոն դրամ է պահանջում։ Ռեժիսոր Աննա Մելիքյանի Անդրոմեդա ֆիլմը Մոնտե Կարլոյի միջազգային կատակերգրական կինոփառատոնում արժանացել է մրցանակի լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում։ Այս մասին ռեժիսորը գրել է Թելեգրամի իր ալիքում։ Աննա Մելիքյանի ֆիլմերն արժանացել են տարբեր մրցանակների միջազգային խոշոր կինոփառատոներում։ Ամերիկյան Variety ամսագիրը նրան ներառել է լավագույն 10 հեռանկարային ռեժիսորների ցուցակում։ Մոսկվան դեռևս պաշտոնապես չի ստացել Ուկրաինայում խաղաղության ամերիկյան ծրագիրը, հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ այդմ նրա խոսքով առարկայական քննարկումներ չեն կարող լինել։ Միաժամանակ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչի տեղակալ Քրիստինա Գայովիշինը անվտանգության խորհրդի նիստում խոսելով ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագրի մասին հիշեցրել է, որ իր երկիրն ունի կարմիր գծեր, որոնք հստակ եւ անփոփոխ են։ Մենք երբեք չենք ճանաչի որպես ռուսական Ուկրաինայի տարածք, որը ժամանակավորապես օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Մեր հողը վաճառքի ենթակա չէ։ Մենք նաև չենք հանդուրժի մեր ինքնիշխանության որևէ խախտում, այդ թվում մեր ինքնիշխան իրավունքը ընտրելու այն դաշինքները, որոնց ցանկանում ենք միանալ։ Մենք չենք պարգևատրի ռուսական ագրեսիայի հիմքում ընկած ցեղասպանության ձգտումները, խաթարելով մեր ինքնությունը, մասնավորապես մեր լեզուն, հայտարարել է նա։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մերժել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի առաջարկը Եվրամիության կողմից Ուկրաինային 135 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Նամակի տեսքով ուղերձը շուտով կուղարկվի Բրյուսել։ Օրբանը հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովի ծրագիրը ենթադրում է 135 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային 3 հնարավոր ճանապարհով՝ արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների, ԵՄ երկրների բյուջեներից դրամաշնորհների կամ նրանց ընդհանուր վարկի հաշվին։ Նա միաժամանակ դժգոհել է, որ Բրյուսելը ցանկանում է նոր միջոցներ հատկացնել Ուկրաինային այն ժամանակ, երբ երկրում խոշոր կոռուպցիոն սկանդալ է բորբոքվել զինվորական մաֆիայի մասնակցությամբ, որը յուրացրել է եվրոպացիների միջոցները։ Դուբայի ավիաշոուի ցուցադրական թռիչքի ժամանակ հնդկական կործանիչը վթարի է ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել Ալ-Մակտում միջազգային օդանավակայանում, որտեղ ընթանում է Դուբայի ավիաշոուն։ Բոլոր մասնակիցները տարհանվել են։ 19-րդ միջազգային Դուբայ ավիաշոուն անցկացվում է նոյեմբերի 17-ից 21-ը։